Ապրել, ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրություն։ Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրություն։ Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքդ քեզ արհամարես ու համարես, քեզ հետ վիճի, քեզ չզիջի, ամփերատար քեզ հետ խոսի, հակառակում քեզ համոզի ինքը հզոր հանրություն։ Ապրել, ապրել, այնպես ապրել, որ ուրիշի խինդով խնդաս, որ ուրիշի ցնտությունով ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս։ Լինես մնաս ամենքի հետ, նրանց կամքին հպատակվես, եսդ խառնես մեծ մենքի հետ, նրանց ցավով լուր տապակվես, տրվես նրանց լույսի նման եւ չխափես հույսի նման։ Արշալույսի նման բացվես նրանց համար, վերջալույսի նման բոցվես նրանց համար, թե լաց լինես նրանց համար, թե բաց լինես նրանց համար, եւ հաց լինես նրանց համար, հոգեվոր հաց, քեզ նրանցով կյանքում զինես, եւ նրանցով կյանքում լինես ոգեվորված, եւ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ, եւ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ, թշվառ ինչպես անապաստան, հարուստ ինչպես լայն տափաստան։ Ապրել, ապրել, ապրել այնպես, որ նրանց հետ մտնես անպես եւ նրանց հետ շանթարձակվես, մեկտեղ հանկարծ ընթարցակվես, մեկտեղ դառնաս կունդուկծիկ, մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես, ինչպես նամակ եւ ամբացիկ։ Ապրել, ապրել։ Բարև ձեզ, մենք 7 դասանի աշակերտներս այս նախագծով փորձում ենք դառնալ այն արձագանքը, որը Սևակի խոսքը կտանի դեպի վաղվա օրը։ Սևակի խոսքը ժամանակակից սերնդի շուրթերին, սա մեր փորձն ապացուցելով, որ մեծ բանաստեղծի սիրտը շարունակում է գաբախել մեր ձայների, մեր մտքերի եւ մեր երիտասարդ հոգիների։ Ասում են, ժամանակը ջնջում է ամեն ինչ, սակայն կան անուններ, որոնք ժամանակի մեջ չեն հնանում, այլ դառնում են հենց ժամանակի զարկերակը, այդպիսին է Պարուս Սևակը։ Քիչ առաջընթաց խոսքերը պարզապես գրականություն չէին, լավն իհայելի է, որտեղից մեզ է նայում մեր սեփական խիղճը, ապելուդան շնում էր անկեղծության չափանիշը։ Մեր նախագիծը Սևակի խոսքը ժամանակակից սերնդի շուրթերին փորձ է կամրջելու անցյալի իմաստությունն ու ներկայից իղթերով։ Մենք հաճախ ենք կոտրում հեղինակություններ, որոնք խոսել մեր փոխարեն, սակայն Սևակը մեզ սովորեցնում է խոսել ինքներս մեր անունից։ Նրա բառերը մեր շուրթերին դառնում են ոչ թե մեր շուրթերին, այլ ապելակեր, ոչ թե արձագանք, այլ սեփական ձայն։ Նա մեզ սովորեցնում է չծանրանալ հողի վրա, լինել լույսի բաժետեր և երբեք չանալ սեփական պետությունը։ Այսօր մենք չենք հիշում Սևակին, մենք տնաբերում ենք մեր իրականություն, որովհետև մեծերը չեն ունի պատմության դեղնած էջերում, նրանք ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց խոսքը թշնվում է երիտասարդ սրտերում։ Բարի գալիս միջապարտություն, որտեղ Սևակը խոսում է մեր լեզվով, իսկ մենք նրա հանճարը։ Երբ մենք առաջին անգամ բացեցինք Սևակի հատորները, նպատակ ունենալով ստեղծել այս բառարանը, մեզ թվում էր, թե գործ ունենք լեզվաբանական մի հետաքրքիր առաջադրանքի հետ։ Մենք կարծում էինք, թե պարզապես պետք է գտնենք նորակազմ բառերը, դրանք դասավորենք ու բացատրենք, բայց աշխատանքի հենց առաջին օրերին հասկացանք, որ մենք ոչ թե բառարան ենք կազմում, այլ մտնում ենք մի լաբիրինթոս, որտեղից դուրս են գալու միանգամայն այլ մարդ դարձած։ Այս բառարանի ստեղծումը մեզ համար դարձավ մի հոգևոր պեղում։ Մենք հասկացանք, որ Սևակը բառեր չէր հորինում զուտ գեղեցկության համար։ Նա բառեր էր ծնում, որովհետև եղածները նեղ էին նրա հոգու համար։ Նա ստեղծում էր անլռելի զանգակատներ, որովհետև լռությունը ճնշող էր։ Նա խոսում էր ինքնակողոպտման մասին, որովհետև մարդու ամենամեծ կորուստը հենց իր ներսում է։ Նախ մենք զգացինք մեր սեփական լեզվական աղքատությունը։ Մենք հասկացանք, թե որքան հաճախ ենք մեր բարձ զգացմունքները փորձում տեղավորել պարզունակ, մաշված ու հնացած բառերի մեջ։ Սևակը մեզ սովորեցրեց, որ լեզուն զրահ չէ, որով պաշտպանվում ենք, այլ մաշկ է, որով պետք է զգա աշխարհի ամեն մի ցավն ու թրթիռը։ Մենք զգացինք այն հանդուկ պատասխանատվությունը, որը պահանջվում է հայերենի հետ այդքան անկեղծ ու մտերիմ լինելու համար։ Այս գիրքը, որն այսօր պահում եմ ձեռքիս, մեր անքուն գիշերների, բոռն քննարկումների եւ ամենակարևորը, մեր լեզվական զարթոնքի արդյունքն է։ Սա միայն բառերի հավաքածու չէ, սա մեր հավաստիացումն է առ այն, որ Սևակի խոսքը ոչ թե գրադարանների փոշոտ դարակներում է, այլ հենց այստեղ, մեր մեջ, մեր զգացմունքների ամենանոր ծալքերում։ Մենք ստեղծեցինք այս բառարանը, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը, երբ իրեն պակասի ամենակարևոր բառը, բացի այս գիրքը եւ գտնի իր ներքին աշխարհի սևակյան թարգմանությունը։ Շուրթերին դարձավ ավելի երիտասարդ։ Եվ ես ցանկանում եմ, որ կյանքի ամենադժվար պահին բացեք Սևակին, ընթերցեք Սևակի,
քանի որ նա ձեզ կտա այն բոլոր ինչուների պատասխանը, որ դուք փնտրում եք։ Եղեք այնքան միատիպ, ինչքան որ Սևակի պոեզիան։ Շնորհակալություն բոլորին, եւ քանի որ այսօրվա մեր նախագիծը Սևակյան բառարանն է, բառը ափի մեջ, սիրելի տնօրինություն, բնականաբար, եթե մեր հնարավորություններ էր, մենք բոլորին կնկարեինք այս գրքերը, քանի որ այստեղ հենց կյանքի ամենադժվար պահին, երբ դուք բացեք այս բառարանը, կգտնեք ձեր բոլոր ինչուների պատասխանը։ Սիրով ուզում ենք սա նվիրել մեր տնօրինությանը։